խորհրդարանում արտահայտության նախարարից հասկանալ, թե ինչ է նշանակում տարածաշրջանային նշանակություն ունեցող սահմանադրություն, եւ նա պատասխանեց, որ նոր սահմանադրություն, որը խաղաղությունը եւ խաղաղության պայմանագրին միտված հարաբերությունները չի վտանգի։ Դուք ինչ եք հասկանում։ Շնորհակալ եմ անկեղծության համար նախարարին, որտեղ ուրեմն բոլոր այն հեքիաթները, որ սա պարզապես վատ սահմանադրությունը լավ սահմանադրության փոխելու օբյեկտիվ 18 թվականի այսպես կոչված հեղափոխության ընթացքը հաշվի առնելու գործընթաց է, նախարարը ասում է բացահայտ այն, ինչ օրինակ ես ասում եմ, երբ առաջինական սահմանադրության փոփոխությունը բացահայտ ասեց 24 թվականի հունվարին, եթե չեմ սխալվում, Փաշինյանը 24 թվականի հունվարից պնդում եմ եւ դրա համար բնականաբար իր կողմնակիցների եւ մինյոնների կողմից թուքումորի եմ արժանանում, որ սա բացարձակապես ունի արտաքին քաղաքական առաջին հերթին նպատակ դա Հայաստանը Ադրբեջանի սուբ պետության վերածելն է։ Հայաստանը հարմարեցնել երեք գումարած երեք ձևաչափին։